Հերթական առավոտը բացվեց զինվորի մահվան լուրով։ Այս տարի արդեն խաղաղ պայմաններում 31-րդ անունն է հրապարակում ռազմական գերատեսչությունը մահվան գույժով։ Հայտնաբերվել է Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին հրազենային վնասվածքով։ Նիկոլ Փաշինյանը 1 ժամ անց խոստացավ՝ կլինեն պաշտոնանկություններ։ Իրադրությունը քննարկել ենք Պաշտպանության նախարարի հետ եւ այսօր եւ առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են այդ խնդրի վերաբերյալ, ըստ ամենայնի մենք փոփոխություն կունենանք, ըստ ամենայնի չի, ես որոշումը կայացրել եմ արդեն, ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք։ Ավելի ուշ հրապարակվեց պաշտոնանկության լուրը։ Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը հեռանում է պաշտոնից։ Սա դեռ սկիզբն է։ Համակարգում էլի կլինեն պատժվողներ։ Պաշտոնական հաղորդագրությունների գրեթե սենսացիոն շարքը շարունակեց նոր նշանակման լուրը։ Ալեն Սիմոնյանը կփոխարինի Արմեն Գրիգորյանին անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում։ Կառավարության նիստում հրաժեշտի խոսքերը տիեզերական էին։ Քանի որ այսօր աստղագիտության թեման մի քիչ գերիշխում է, մի համեմատություն էլ ես անեմ, իմ պաշտոնավարման շրջանը համեմատելի է, որ եթե լույսը երկրից դուրս գար, այդ սկսելու ժամանակահատվածում հասած կլներ ամենամոտ աստղի մոտ, հետ կգար եւ նորից ճանապարհ դուրս եկած կլիներ եւ այս ամբողջ ժամանակահատվածի աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին։ Արմեն Գրիգորյանին ես իրեն աշխատանք եմ առաջարկել վարչապետի աշխատակազմում, ինքը ընդհանրապես պետական ծառայության մեջ առաջիկայում կարծես թե նախընտրում է պաուզա վերցնել, ես ըմբռնումով եւ հարգանքով եմ վերաբերել։ Ինչու թրիփի շրջանակում Հայաստանում կատարած ադրբեջանցիների գործողությունների մասին տեղեկությունը դարձավ սենսացիա։ Զարմանում է Փաշինյանն ու հիշեցնում, երբ ու ինչպես է դա եղել։ Ադրբեջանցի մասնագետների այցից, որը ինչքան հասկացա, սենսացիա է դարձել որոշ շրջանակներում, 2025 թվականի սեպտեմբերի 5-ին այդ մասին եղել է մամուլի հաղորդագրություն, որ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը եւ աշխատանքային պրոցեսներ են տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքում եւ եւս մեկ այցել է եղել, որի մասին էլ եղել է հաղորդագրություն 2026 թվականի հունվարի 15-ին, այս անգամ արդեն երկաթուղու հարցով։ Ալիևի երեքշաբթի հրապարակված հարցազրույցի տողատակերում ոչ մի արտասովոր բան չկա։ Այն, որ ատոմակայանը պետք է փակվի, ամրագրված է պայմանագրում, նշված է ժամկետ, ասում է Փաշինյանը։ Այն, որ այլընտրանքային ուղիներ են պետք, դա էլ գաղտնիք չէ։ Մինչդեռ ամիսներ առաջ Հայաստանում էներգետիկ պատկերը կարծես թե այլ էր։ Հիմա մեր ժամանակները պատմական են նաև էներգետիկայի առումով, որովհետև մենք սովորենք մեր ավանդույթից եւ պատմությունից, որ մեր մեծագույն խնդիրներից մեկն է նա, որ մենք էներգառեսուրսներ չունեցող երկիր ենք։ Բայց այդ իրավիճակը փոխվել է, որովհետեւ պարզվել է, որ մենք հիմա էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր ենք։ Մինչև բոլորովին վերջերս մենք խոսում ենք, որ Հայաստանը ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ։ Հիմա մենք պիտի խոսենք նրա մասին, որ Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, երբեմն կարող ենք մենք արտահանել, երբեմն կարող ենք ներկրել, այդ թվում Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն, գործակցություն, այդ թվում էլեկտրաէներգիա արտահանելու եւ ներմուծելու մասով, ինչպես մնացած բոլոր երկրների հետ, Թուրքիայի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Վրաստանի հետ եւ այդպես շարունակ։ Թրիփի շրջանակում հարցեր են առաջանում նաև կապված Հայաստանի երկաթուղին կառավարող ռուսական ընկերության հետ։ Հայաստանը ցանկանում է փոխել երկաթուղու կոնցեսիոն կառավարման տրամաբանությունը։ Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունը Փաշինյանի խոսքով Հայաստանին զրկում է որոշ մրցակցային առավելություններից, առաջարկում է կառավարումը փոխանցել երրորդ բարեկամ երկրի։ Մենք չենք ուզում գնալ ինչ որ սուր լուծումների, որոնք կարող են լինել բարեկամական լուծումը, որ մենք փոխադարձաբար հասկանանք եւ ընկալենք իրար շահերը եւ գնանք
որոշակի կոմպրոմիսների։ Ես նախկինում խոսել եմ այն մասին, որ օրինակ այդ կոմպրոմիսներից մեկը կարող է լինել ռուսական երկաթուղիների կողմից կամ Ռուսաստանի կողմից կոնցեսիոն իրավունքի վաճառքը 2020 Մինչև բարիդրացիական քողի տակ կլուծվի երկաթուղու հարցը, կառավարությունը չզեկուցվող հարցերի օրակարգում գրեթե բոլոր մարզպետներին վերանշանակեց։ Միայն Կոտայքի մարզպետի Աթոռն է թափուր։ Դրա նախկին տիրակալ Ահարոն Սահակյանը վերցրել է մանդատն ու խորհրդարանում է։ Մանուշակ Մելքոնյան, Էպիկենտրոն։